ավելի կարևորը քեզ զգում, ավելի ինքնավստահ զգում, ավելի մարդ զգում։ Արցախը երևի ամենաանկեղծ զրույցն է ինքս ինձ հետ։ Այդ զրույցի ժամանակ եմ ստանում ամենաիրական պատասխանները։ Արդյոք դիտարկել ենք այդ սերը որպես վերջին, որպես միակ։ Ես ամբողջ ճանապարհին ունեցել եմ այդ կորստի զգացողությունը։ Հաստատ ես լրիվ ուրիշ Հերմինե կլինեի։ Այդ կապը այո խզվել է, բայց Արցախը չի դադարել լինել իմ ոգեշնչման աղբյուրը։ Ես չեմ համարում, որ մենք վերջնական կորցրել ենք Արցախը։ Հերմինե, ինձ ասալն վեր դուք շիշուտ եք կամ այս այգում զբոսնում, նույնիսկ ստեղծագործում։ Հա, այս այգին ինձ շատ հոգեհարազատ է, տնից շատ մոտիկ է ու շատ հաճախ, երբ ես ուզում մենակ լինեմ, ինքս ինձ հետ լինեմ, ես կամ այս այգին ու նաև ասեմ, որ կապույտ տանիքների այս գրքի շատ բանաստեղծություններ հենց այս այգում է ծնվել։ Այստեղ շատ մարդ է այնում։ Այստեղ մի շատ մարդ է այնում, բայց երբեմն ես ուզում առանձնանամ ինքս ինձ հետ, ինձ խանգարում չեն մարդիկ ու աղմուկը, ես կարող եմ խտրվեմ բոլորից, եթե իսկապես խորապես ինքս ինձ մեջ ընկղմում, ես մարդկանց տեսնում ուղղակի, բայց լսում չեմ։ Մենք ես գիքս տեղա ծնվել։ Հենց ստեղ ես շատ հաճախ կյամում նստում ու նախ ստեղ երկինքն է շատ խորը երևում, լեռներ են երևում ու հատկապես շրջափակման օրերին ես ստեղ գալիս լալ իմ նոթատետրա ու գիրեիս լալ ծնվեիս լալ այդ բանաստեղծությունները, որ կապույտ տանիքների մեջ են, նաև պատահական չի վեր գիրքը կոչվում է կապույտ տանիքներ, որովհետև ես երբ ստեղ նստեիս լալ երբեմն իշեիս լալ դեպի հեռուն, դեպի երկինքը, ինձ միշտ թվայիս այլա, թե ես մեր գյուղի տանիքները տեսնում այդ կապույտի մեջ։ Հերմինե, դուք միշտ ձեր գիրազները մեզ տանում եք մեր տները, մեր հանդավարերը, մեր սրբավայրերը, դեղ երջանիկ ընկլել։ Ես նախ շատ ուրախում վեր սոր Արցախի հեռուստատեսության հյուրինում եւ բնականաբար դա մեծ եւ հուզմունքային ուրախություն է վեր Արցախի հեռուստատեսությունը գործում ասոր, դա մզետ է եւ դիմադրության եւ պայքարի եւ հավատի խորհրդանիշ է, ուզում սկսեմ զրույցը կարեւորել է Արցախի հանրայինի աշխատանքը եւ ցանկանում վեր այն ծրագրերը վեր նախատեսված ապագայի համար իրականանան, կանաչ ճանապարհում մաղթում եւ իհարկե քանի որ դուք անդրադարձ եք ստեղծագործություններին, ես շատ ուրախ կնեի, եթե դրանց մասին, գրքերի մասին հատկապես նոր լուստեսած խոսեինք այս զրույցը իներ վեշտա այս այգում, որ իհարկե ինձ հոգեհարազատ այգի է, այլ իներ իմ գյուղում, որովհետև այդ գյուղի հետ զրույցներից, այդ գյուղի հետ մշտապես կարոտի մտածմունքներից, հույզերից ընծնվել այդ գրքերը։ Մտքերա մունք Սորքինյան ենք։ Հա, բայց հավատացածում վեր մտքերա մունք դեղ ընկինեն։ Իհարկե ստեղ էլ է մերը, մունք ուրիշ տեղ չունք, մեր հայրենիքը մնք, բայց ծննդավայրի էներգիան, ծննդավայրի հողի վրա քայլելով զրուցելը շատ ավելի անկեղծայնում, դու ընդեղ ավելի քեզ տուս զգում, ավելի կարևորը քեզ զգում, ավելի ինքնավստահ զգում, ավելի մարդ զգում, բայց կփորձեմ ստեղել խոսիմ գրքերի մասին ու ստեղծագործությունների։ Շատ լավ, մեր բարբառը շատ համավար, շատ հոգեհարազատ է, դի մեր զրույցն ավելի անմիջական է, բայց խոսին գրական հայերենը վեր շատերին հետ է հասկանալի ինի։ Կա մի այնպիսի օր, որ ձեր մտքերը ձեզ Արցախ չտանեն։ Արցախը իմ լռությունն է, որովհետև
Դա այն բառերն են, որոնք ես չեմ կարողանում բարձրաձայն ասել, այն հուզմունքն է, որը ես չեմ կարողանում արտահայտել, եւ այդ լռությունը դառնում է պոեզիա, դառնում է էսե, պատմած, վիպակ, դառնում է ստեղծագործություն, եւ եթե ու այդ լռությունը շատ լեցուն է, ավելի լեցուն է խոսքերով, քան որևէ բարձրագոչ խոսակցություն, որևէ բարձր զրույց, ու ամեն օր այդ լռության մեջ ես փորձում եմ կենթանի պահել իմ բաժին Արցախը եւ կենթանի պահելով իմ բաժին Արցախ փորձում եմ ինքս ինձ կենթանի պահել, ողջ պահել, որովհետեւ Արցախը իմ գոյությունն է, Արցախը այն հարցի միակ եւ ճիշտ պատասխանն է, թե ով եմ ես։ Եվ Արցախը երևի ամենաանկեղծ զրույցն է ինքս ինձ հետ, որ ես ամեն օր ուզեմ, թե չուզեմ, այդ զրույցը կայանում է, հատկապես երբ ես մենակ եմ, հատկապես երբ լռություն է, գիշեր է, այդ զրույցը անդադ վերադառնում է, այդ զրույցը սկսվում է այն Հերմինեի հետ, ով մնացել է կամրջից այն կողմ։ Մեզնից զատող կամրջից այն կողմ, ես միշտ այդպես եմ ասում, երբ մենք ամեն գիշեր հանդիպում ենք, մենք խոսում ենք այն, ինչ չեն կարող բարձրաձայն խոսել, մենք այն աստիճան ենք անկեղծանում, որ ծնվում են ստեղծագործությունները։ Այն բոլոր հարցերը, որ ես չեմ կարող բարձրաձայն ասել, ես տալիս եմ այդ Հերմինեին եւ այդ զրույցի ժամանակ եմ ստանում ամենաիրական պատասխանները։ Ստանում եք։ Իհարկե հարցերը շատ են, եւ կան հարցեր, որոնց պատասխանները պետք է անընդհատ փնտրել, ինքնաճանաչողության մի երկար զրույց է, Արցախը մեր ինքնաճանաչողության ճանապարհն է։ Երբ որ ես հետադարձ հայացք եմ ձգում, հասկանում եմ, որ տարբեր ժամանակներում խաղաղության ընկալումը ինձ մոտ տարբեր է եղել եւ դա նաեւ արտացոլված է իմ ստեղծագործություններում։ Երբ ես փոքր էի, Արցախի առաջին պատերազմի տարիներին, ես անդադ մի հարց էի տալիս մորս, ասում էի, որ կարող ես ինձ տալ ամենալավ բանը։ Ես լացում էի, կամակորություն էի անում եւ երբ ասում էր ինչ էր պատճառ, ես ասում եմ ամենալավ բանն եմ ուզում։ Իրականում ես չգիտեի ինչ է այդ ամենալավ բանը, բայց դա այն էր, ինչ ինձ պակասում էր։ Ու երբ որ շատ էի ասում, մի օր մայրս ասեց, պապան երբ որ գա, կբերի այդ ամենալավ բանը։ Ու ես իմ ամբողջ մանկությունը ապրեցի այդ ամենալավ բանի սպասումով։ Ու հետո երբ որ մի քիչ մեծացա, երբ ասում էին խաղաղություն, ես միշտ պատկերացնում էի մի երեխայի, ում հայրիկը վերադառնում է պատերազմից եւ ում հայրիկը գիտի, որ այլևս պատերազմ գնալու անհրաժեշտություն չի լինի։ Ինձ համար այդ ժամանակ դա էր խաղաղությունը։ Ու երբ որ մեծացա, ավելի խորը մտածեցի խաղաղության մասին, հիմա ես հասկանում եմ, որ խաղաղությունը դա մեզ տրված ժամանակն է, ամենակարևոր ժամանակը պատերազմներից հետո, մտածելու ժամանակը, ինքներս մեզ վերադառնալու ժամանակը։ Հիմա ես կարծում եմ, որ խաղաղությունները ոչ միայն մեզ, այդ բոլոր ժողովուրդների կյանքում խաղաղությունները գալիս են ոչ թե որպես պարգև, այլ գալիս են, որ մեզ հարց տան, ինչ ենք, ով ենք մենք դառնում, երբ որ մեզ վրա այլևս չեն կրակում, երբ որ մեր սահմանները թվում է ապահով են արդեն, ինչ կարող ենք մենք տալ այն հողին, որի համար պատերազմի ժամանակ աղոթում էինք։ Խաղաղությունը գալիս է այդ հարցերը մեզ, այդ հարցերի պատասխանները ստանալու համար։ Իսկ ցավը ձեր աչքերում 3 պատերազմ կա։ Այդ բոլոր պատերազմների ցավը նույնն է։ Ես սկսել եմ նաև ցավը այլ կերպ ընկալել։ Իհարկե հիմա ավելի խորապես եմ ընկալում, քան թե առաջին պատերազմից հետո, քան թե ապրիլյան պատերազմից հետո։ Հիմա ես ավելի մտածում եմ, որ ցավը մեզ հենց այնպես չի տրվում։ Այդ կորուստի ցավը մեզ ինքներս մեր մեջ թափանցելու, մեր ներսով ճանապարհորդելու հնարավորությունն է։
աճելու, ինքներս մեր ցավի միջոցով աճելու, դա ինքնամաքրման համար է տրվում, դա նոր ճանապարհ գտնելու համար է տրվում, ավելի լավ դառնալու համար է տրվում։ Գիտեք, երբ որ ես այդ ցավի մասին մտածում եմ նաև Արցախի մասին, Արցախի կորստի մասին, ես շատ դա համեմատում եմ մարդկային հարաբերությունների հետ։ Գիտեք, երբ որ մեզ թվում է, որ մեկին շատ սիրում ենք, երբեմն այնպես է լինում, որ երկինք մեզ փորձություն է ուղարկում։ Մենք ժամանակավոր բաժանում, հրաժեշտ, տարածություն, որպեսզի մենք ավելի խորը ընկալենք, թե ինչքանով են կապված այդ մարդուն, ինչ ենք արել այդ սիրո համար, արդյոք դիտարկել ենք այդ սերը որպես վերջին, որպես միակ, այդ տարածությունը, այդ հեռավորությունը մեզ կամ ավելի է միացնում, կամ վերջնական հեռացնում է մեկս մյուսից։ Այնպես էլ Արցախի պարագայում է։ Ես կարծում եմ, որ բոլոր ճակերտավոր խաղաղությունները, որ եղել են, եւ նաեւ այսօրը, երբ որ մենք հեռու ենք Արցախից, այդ խորհելու, ցավը զգալու եւ խորհելու հնարավորությունն է, թե արդյոք մենք այնքան շատ ենք սիրել Արցախը, իհարկե բոլորս կասենք, որ սիրել ենք, բայց գուցե որպես վերջին, որպես միակ այդ աստիճան չենք սիրել։ Եվ գուցե դեռ ավելին կարող էինք անել, ու երբ որ ավելին կարողանանք անել, գուցե դա կլինի մեր վերադարձի ճանապարհը, գուցե դա կբացի մեր վերադարձի ճանապարհը։ Իհարկե, ես մի կողմ եմ թողում քաղաքական պատճառները, դավաճանությունները, մատնությունները, այդ բոլորը կան, բայց այդ վերադարձի ճանապարհը ես կարծում եմ առաջին հերթին ինքներս մեր ներսից պետք է սկսվի։ Ինչ էինք կարող մենք անել Արցախի համար ավելի շատ, որ չենք արել։ Հերմինե, 2020 թվականի պատերազմից հետո եք տեղափոխվել Երևան։ Արցախի գլխին կախված այդ կործանարար վտանգը կանխազգում էիք։ Շատերի կարծիքով Արցախը կորցրինք 2020 թվականի հենց նոյեմբերի 9-ին։ Պատերազմից հետո իմ կապը երբեք Արցախի հետ չի կտրվել։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը Արցախում, թեև ընտանեկան պայմաններից ելնելով ընտանիքի մի մասը այստեղ էր, մի մասը Արցախում էր, բայց ես չէի պատկերացնում ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես որևէ հեռու տեղ Արցախից։ Շատ էր իմ ճամփորդությունները, գործուղումները, հատկապես շրջափակման ժամանակ, երբ ես այստեղ էի, մի առիթով մորս հիշում եմ գրեցի մի այսպիսի նամակ, որի մեջ ասում եմ, ես տեսա աշխարհի բոլոր գեղեցիկ տները, բայց ոչ միտեղ չէինք տեղավորվում ես, դու եւ մանկությունս։ Ճիշտ է, իր տարբեր պայմաններից ելնելով, աշխատանքի հետ կապված հիմնականում ես ստիպված էի մի մասը ամսվա մի մասը այստեղ լինել, մի մասը Արցախում, բայց նույնիսկ այդ դժվար պայմաններում, երբ որ ստիպված էր անընդհատ մոտ կանգնած ադրբեջանցիների հայացքի առաջ գնալ եւ գալ, նույնիսկ այդ պայմաններում, երբ ես անցնում էի Շուշին, ինձ թվում էր, ինձ մոտ այդ Արշակյան սինդրոմն էր արթնանում, ես ինձ ավելի ուժեղ էի զգում, ես ինձ չէի զգում շրջապատված, ես մի պահ մոռանում էի այդ վտանգը, ու երբ որ վերադառնում էի այստեղ եւ իմ աշխատակիցներին դա ասում էի, շատ դժվար էին հասկանում, թե ինչպես կարելի է վտանգի մեջ քեզ ապահով զգալ։ Տարբեր ծրագրեր էինք իրականացնում Արցախի գյուղերում, ու ես համարյա ամեն շաբաթ գնում էի այդ գյուղերը, տարբեր արվեստի խմբակներ էինք անում դպրոցականների համար, ու ես այդ օրերին եմ ավելի շատ հասկացել, ինչքան կարևոր է մեզ համար այս հողը, ու ես այդ օրերին եմ հասկացել ավելի խորը, որ Արցախը դա լուսանկար չի, որ դրված է մեր ալբոմներում, որ մենք այդ զգացողությունը կար, որ կորցնելու ենք կորստի եզրին։ Գիտեք, ես երբ ունեցա այդ զգացողությունը, դեկտեմբերի 12-ին փակվեց ճանապարհը, ես դեկտեմբերի 3-ին իմ գյուղում էի, Աշանում էի, շատ լավ հիշում եմ, որ այդ օրը գյուղի լույսերը հոսանքազրկվեց գյուղը, ու երբ որ մայրս վառեց մոմի լույսը, ու ես այդ լույսի տակ մի պահ տեսա հայրիկի նկարը, ես առերեսվեցի այդ հայացքի հետ,
չեմ մոռանա երբեք այդ զգացողությունը առաջին անգամ այդ օրը զգացի, որ կարծես նա ինձ ասում էր, որ սա քո հրաժեշտի պահն է, դու երբ որ գնաս, այդ չես կարողանալու գալ Արցախ։ Ես այդ մտքին հակադրվեցի լավատեսությամբ։ Բայց չհասցրիք հրաժեշտ տալ դեկտեմբերի 10 Արցախին։ Այո, դեկտեմբերի 4-ին, երբ որ արդեն գալիս էի Երևան Ստեփանակերտից, ես ամբողջ ճանապարհին ունեցել եմ այդ կորուստի զգացողությունը։ Սովորաբար այդ կիսատ հրաժեշտից ինձ զգացողություններ են մնացել։ Ես զգում էի, որ ես չեմ վերադառնալ, որ ես չեմ կարողանալու այլևս վերադառնալ, անդադ ամբողջ ճանապարհին փորձում էի այդ զգացումը հաղթահարել մեջս։ Ես այդ ամբողջ ճանապարհին հուզվում էի ու չէի հասկանում ես միշտ գնում գալիս եմ այդ ճանապարհով, ինչու հենց հիմա եմ այդ աստիճան հուզվում։ Ու երբ որ դեկտեմբերի 12-ին ես նորից պետք է հետ գայի, որ Գանձասարում գրքի շնորհանդես կազմակերպեինք, արդեն այդ օրը մեզ ասացին, որ ճանապարհը փակ է, ու երբ որ բոլորը ասում են, որ կբացվի օրերի հարց է, ես անդադ հիշում էի իմ այդ զգացողությունների ու ես ամենաշատը դրանից էի վախենում, որ ես նորից չեմ կարողանալու գնալ։ Ու դրան զուգահեռ ինձ մոտ արթնանում էր մեղքի զգացողությունը։ Իհարկե ես Հայաստանում էի, բայց ես իմ տեղում չէի։ Ես կարծում եմ, գուցե եթե ես այնտեղ լինեի, ոչ մի բան չէր փոխվի Արցախի։ Իհարկե ես չէի կարող փոխել այդ ճակատագիրը, այդ ճանապարհը, որ պիտի լիներ, բայց ես ուզում էի այդ ամեն ինչի մի մասնիկը լինեի ու քանի որ ես հրաժեշտ չեմ տվել Արցախին, երբ որ մայրս շրջափակումից հետո եկավ, մենք որ զրուցում էինք, ես նրան ասում էի, դու իհարկե ավելի ծանր օրեր ես տեսել լինելով շրջափակման մեջ, բայց դու երևի չես կարող ավելի խոր հասկանալ, թե ինչ է ես զգում այստեղ կամրջից այս կողմ։ Թե շրջափակման մեջ շրջապատված թշնամիներով դու քեզ այնքան ապահով էիր զգում, դու չէիր այդ վտանգը զգում, մինչև վերջին պահը հավատում էիր, որ կանցնի այդ վտանգը, իսկ այստեղից արդեն ավելի բաց աչքերով էր նայում իրականությանը։ Ես այդ օրերին դարձա մի ուրիշ Հերմինե, եւ գուցե պետք է այդ փորձությունը լիներ իմ կյանքում, ես պետք է մնայի այս կողմում, որ ես կարողանայի հասկանալ ինչքան մեծ է կորուստը, ինչքան մեծ բան եմ կորցնում։ Ես կարողանայի գտնել այն Հերմինեին, որին գուցե խորապես չէի ճանաչում մինչև այդ։ Եվ ես այդ Հերմինեին թողեցի այնտեղ, թեև ես այստեղ էի, բայց այն իրական Հերմինեն մնաց այնտեղ, մնաց Արցախում, նա չանցավ կամուրջը, նա հրաժեշտ չտվեց։ Եվ այդ Հերմինեն շարունակում է մնալ այնտեղ, իհարկե դուք տեղահանությունից հետո եք եկել, բայց բոլորիս այդ կիսատությունն է հիմա միավորում, ասպես ասած, ու ես հավատում եմ, որ մի օր մենք նորից անցնելու ենք այդ կամուրջը, որպեսզի ամբողջական դառնանք, որպեսզի գտնենք մեր իրական այն կեսը, որ մնացել է այնտեղ։ Ու հենց այդ կեսի հետ զրույցներից են ծնվում թե պատմվածքները, որ հրաժեշտի աչքերը գրքով լույս տեսան, այո, 5 գիրք ունեք, որոնցից 2-ն արդեն պատերազմից հետո եք գրել։ Հենց շրջափակման օրերին ծնվեցին այդ ստեղծագործությունները, որովհետև այդ անզորությունից, այդ մեղավորության զգացումից ես փորձում էի ինչ-որ ելք գտնել, գուցե դա ինքնասփոփանք էր, բայց դա հաստատ ինքնաարդարացում չէր այդ ստեղծագործություններով, ես չէի փորձում ինքս ինձ արդարացնել իմ այստեղ լինելը, ես փորձում էի ինքս ինձ ավելի լավ ճանաչել, առանց Արցախի ինձ ավելի լավ ճանաչել։ Ու այդ օրերին ես սկսեցի նամակներ գրել մորս բանաստեղծությունների տեսքով, պատմվածքների տեսքով, նաև Facebook-ում համարձակվեցի հրապարակել որոշ գործեր ու նաև մեծ հուզմունքով տեսա, որ շրջափակման ծանր օրերին իմ ընկերները, իմ հարազատները ընթերցում են այդ ստեղծագործությունները։ Երբ որ առաջին բանաստեղծությունը ես հրապարակեցի Կանչիր խաղաղությանը մեր տուն մամ, ես մեծ այսպես զգուշավորությամբ այն հրապարակեցի, մտածեցի մարդիկ Արցախում կասեն մենք այստեղ հացի հերթերում առանց ջրի, առանց էլեկտրաէներգիայի, իսկ ինքը նստած բանաստեղծություն է գրում։
բայց գիտեք հակառակ արձագանք եղավ։ Ես տեսա թե ինչ արագությամբ այդ բանաստեղծությունը տարածվում եւ տեսա արձագանքները մարդկանց ու գրում էին որ էլի շարունակիր պոեզիա հրապարակել։ Ես այդ բան հասկացա մենք ինչքան ուժեղ ենք, ինչքան հոգի կա իրենց մեջ, որ նույնիսկ այդ ծանր պայմաններում իհարկե բոլորի մասին չի խոսքը, բայց մեծամասնության մասին է խոսքը, որ իրենք ոչ թե չարանում էին, այլ նույնիսկ այդ պոեզիայի միջոցով փորձում էին լավատեսության նշույլ գտնել, ժամանակ էին գտնում դա կարդալու։ Այդ օրերին ես ինչքան էլ հետո գրքեր գրեմ, ինչքան էլ մրցանակներ ստանամ, այդ օրերի գնահատականը իմ կյանքում ամենամեծ գնահատականն է եղել։ Իսկ եթե չլինեին ձեր ասած այդ ծանր օրերը, շրջափակում, պատերազմ, ինչի մասին կգրեիք, մտածել եք այդ մասին։ Գիտեք, դա բերում է դեպի սկիզբ, դեպի արմատ։ Եթե ես Արցախում չծնվեի ընդհանրապես, եթե ես իմ գյուղում չծնվեի, հաստատ ես լրիվ ուրիշ Հերմինե կլինեի, բայց ծնվելով այնտեղ, ես հիմա այն Հերմինեն եմ, ով որ հիմա կա, ով որ ձգտում է լինել ավելին, ով չի սահմանափակում ինչ-որ փոքր ձեռքբերումներով, ինչ-որ փոքր մրցանակներով, ով երբեք չի համարում, որ ինքը շատ լավ գրող է, բայց միշտ ձգտում է լինել լավ գրող, հասնել այդ լավ գրողին։ Ու գուցե եթե ես Արցախում չծնվեի, ընդհանրապես ես չէի ստեղծագործել, գուցե բժիշկ կլինեի, չգիտեմ, նկարիչ կլինեի։ Ձեր հարցի պատասխանը պետք է փնտրել մեր արմատի մեջ։ Չգիտեմ ես ով կլինեի, եթե ես Արցախում ծնված չլինեի։ Դրա համար ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Արցախի հողն ուժ էր տալիս ստեղծագործելու, այստեղ այդ կապը խզվել է։ Ձեր զրույցներում եք ասել։ Իսկ ո՞րն է այսօր ձեր ոգեշնչման աղբյուրը։ Գիտեք, այդ կապը այո խզվել է, բայց Արցախը չի դադարել լինել իմ ոգեշնչման աղբյուրը։ Ես չեմ համարում, որ մենք վերջնական կորցրել ենք Արցախը։ Դա գուցե այդպես են մտածում այն մարդիկ, ովքեր չունեն այդ արմատի զգացողությունը, ովքեր չգիտեն թե որտեղ է իրենց արմատը, ովքեր երբեք չեն ջրել այդ արմատը, ովքեր միայն ու միայն քաղել են ու վայելել են պտուղները, բայց չեն մտածել, որ պետք է ծառը ջրել, որպեսզի հետո էլի պտուղներ ստանալ։ Ես համարում եմ միայն, որ այդպիսի մարդկանց համար է Արցախը կորսված։ Եվ քանի իմ մեջ կա այդ վերադարձի հավատը, ես իհարկե չգիտեմ դա երբ է լինելու Գայանե ջան, դուք էլ չգիտեք, բայց ես գիտեմ, որ ես ու դու նույն բանն եք մտածում, որովհետև մենք գիտենք, որ մի օր լինելու է այդ վերադարձը։ Թեկուզ մենք դա չտեսնենք, բայց հաստատ մեր զավակները կտեսնեն կամ նրանց զավակները կտեսնեն, որովհետև միշտ մութ չի լինում, խավարին միշտ լույսն է հաջորդում, ու ես հավատում եմ, որ սա կանգառ է մեզ համար, մտածելու ժամանակ է մեզ համար, եւ հաջորդ կանգառը ավելի լուսավոր է լինելու։ Եվ հենց այդ ուժն է, այդ հավատի ուժն է, որ ինձ ոգեշնչում է, որ ես շարունակեմ ստեղծագործել։ Ու գիտեք, եթե ես չգիտեմ, եթե ես չստեղծագործեմ, ես ինչպես կհաղթարեմ այս կորստի զգացողությունը, ժամանակավոր կորստի զգացողությունը, այն, որ ես նշեցի հրաժեշտ չեմ տվել Արցախին, այդ բոլոր զգացողությունը, այդ մեղավորության զգացողությունը, այդ անորոշության զգացողությունը, ես չգիտեմ ինքս ինձ ինչպես կսփոփեմ, եթե չլինի գրիչը, եթե չլինեն բառերը, եթե ես չստեղծագործեմ Արցախի մասին։ Ու քանի ես գրում եմ Արցախի մասին, ես չեմ համարում, որ այդ կապը խախտվել է, այդ կապը ոչ մեկը չի կարող խլել։ Դա քարտեզով չի, դա հոգու ճանապարհ է։ Այդ ճանապարհով ես ամեն օր գնում եմ Արցախ ու ես համոզված եմ, որ դուք էլ եք այդ ճանապարհով ամեն օր գնում Արցախ։ Ու քանի ես դուք այդ ճանապարհով ամեն օր գնում ենք, քանի այդ ճանապարհը բանուկ է, ես չեմ համարում, որ մենք կորցրել ենք Արցախը։ Ես համարում եմ, որ պետք է մենք անընդհատ մեր գործունեությամբ ոչ թե խոսքով,
այլ գործունեությամբ ամեն մեկս մեր ոլորտում բանուկ պահենք այդ ճանապարհը, որպեսզի մի օր իսկապես այդ վերադարձը լինի։ Բոլորը գնում են բացի պատերազմից։ Այս վերնագրով պատմվածք ունեք։ Ինչու կործանարար երևույթները մշտական են։ Այս հարցը ձեզ չի տանջում, Հերմինե։ Մեր պարագայում այո այդպես է, որովհետև մենք մի փոքրիկ կյանք ենք ապրել եւ ես եւ դուք, բայց արդեն 3 պատերազմ ենք տեսել։ Ու նաեւ հայրենիքի ծննդավայրի կորուստ։ Այսինքն, երբ որ գալիս է արհավիրքը, դու միշտ մտածում ես, որ դա վերջինն է, որ դա չի կրկնվելու քո սերնդի համար, հետագա սերունդների համար։ Մեր պարագայում անընդհատ այդ կորուստը, այդ փորձությունները վերադառնում են։ Ու հիմա էր հաստատ մենք մտածում ենք, նորից լավն ենք մտածում, որ այդ արհավիրքը վերջինն էր, որ նոր կորուստներ մենք չենք ունենալու։ Բայց մենք չգիտենք վաղը մեզ ինչ փորձություններ են սպասում։ Ու երևի դա ճակատագիր է նաև մեր ժողովրդի համար, անընդհատ անցնել փորձությունների միջով, որպեսզի երևի ես այդպես եմ կարծում, ավելի շատ սիրենք այն, ինչ ունենք։ Պատերազմը փոխում է մարդուն, դուք ամեն օր առնչվում եք պատերազմներ անցած մարդկանց հետ, ինչ եք նկատում։ Երբ փոքր էի ու արդեն գիտեի, որ հայրս չի վերադառնա, արդեն ես գիտակցում էի այդ կորուստը, ու նաև գիտեի, տեսնում էի, որ իմ շրջապատում կան շատ երեխաներ, որոնց հայրերը չեն վերադառնա, ես անընդհատ համեմատում էի տարբեր կանանց իմ մոր հետ ու կային այնպիսի մայրեր, որոնց մեջ ես չարություն էի տեսնում, այդ կորուստից մարդիկ չարացել էին, ամբողջ աշխարհը մեղավոր էր այդ կորուստի համար ու դա ինչ որտեղ նաև բնական էր, որովհետև ոչ մեկը չի ուզում, որ իր կյանքում արհավիրք լինի, ոչ մեկը չի ուզում, որ ինքը կորուստներ ունենա, բոլորը ուզում են երջանիկ լինեն, ամուր ընտանիք ունենան ու բնականաբար ես շատ հաճախ էի այդ կանանց աչքերում տեսնում այդ դիմադրությունը ճակատագրին, այդ չարությունը, որ արտահայտվում էր երեխաների հանդեպ երբեմն բռնությամբ, չար խոսքերով եւ երբ որ ես վերադառնում էի մեր տուն ու հասկանում էի, որ մենք էլ ունենք այդ կորուստը, ես չէի հասկանում ինչու երբեք մայրս չչարացավ աշխարհի դեմ։ Ես չէի հասկանում ինչու նա ինձ չի ասում, որ բոլորը մեղավոր են, որ քո հայրը չի վերադարձել։ Չէի հասկանում ինչու նա ոչ մեկին չի մեղադրում։ Ու այդ հարցը միշտ ինձ այդ համեմատությունը ես անդադար անում էի ու դա է եղել հիմնական պատճառը, որ ես մտածել եմ, որ կորուստների պատճառով ես չպիտի չարանամ շրջապատի նկատմամբ, որ կորուստները հնարավորություն են ավելի արժևորելու այն ինչ ունես, ավելի սիրելու այն ինչ ունես, ավելի գնահատելու ունեցածդ, փայփայելու, պահելու, երբ որ ես մի քիչ մեծացա, այդ հարցի փնտրտուքով ես անդադ մամային հարցնում էի, որ օրինակներ էի բերում, հիշում էի մանկությունս ով ինչպես էր հաղթահարում դիմանում այդ կորուստին եւ երբ հարցնում էի ինչու դու այդպես չէիր անում, նա ինձ ասաց, որ քո հայրը ընտրել է այն ճանապարհը, որը որ ինքն է ճիշտ համարել։ Ոչ մեկը նրան չի ստիպել, որ ինքը գնա իր հայրենիքը պաշտպանի, որ ինքը ինքնաշեն զենքեր պատրաստի, որ ինքը կամավորական ջոկատ հավաքի, դա եղել է ընտրությունը։ Ինքը այդ ճանապարհով երբ որ գնացել է, ինքը գիտեր, որ ինքը կարող է հետ չգալ։ Եվ ոչ մեկը մեղավոր չի, որ ինքը հետ չի եկել։ Ու դու պետք է դա քեզ համար ընտրես ոչ թե որպես ցավի ճանապարհ, այլ դեպի սերը գնալու ճանապարհ, որովհետև նա քեզ ցավ չի թողել, նա քեզ սեր է թողել հայրենիքի նկատմամբ։ Այս ամենը դուք գրել եք ձեր պատմվածքներում, նաև Ավոյի մասին եք գրել, որը ձեր հայրիկի մարտական ընկերն էր։
հանդիպում ամենաբարի հսկայի հետ այդ պատմվածքի մեջ ես անդրադառնում եմ Ավոյին, պիտի ասեմ, որ ես շատ աղոտ եմ հիշում իմ մանկությունը, ես համարում եմ, որ եթե չես հիշում քո մանկությունը, ինչ որտեղ կիսատ ես ապրել քո կյանքը։ Ու ես դա ինձ միշտ տանջել է, ես միշտ փորձել եմ հիշել այդ դրվագները, որովհետև այդ դրվագներում կար նաև հորս կերպարը, ես միշտ փորձել եմ մտովի վերականգնել նրա կերպարը, հիշել նրան ու չեմ կարողացել ու սկսել եմ շատ հարցեր տալ այն մարդկանց, ովքեր ճանաչում էին հորս, ովքեր առնչվել են իմ մանկության այդ տարիների հետ եւ նրանց պատմածների հիման վրա գրել եմ այդ պատմվածքները ու երբ որ ես կարդում եմ, ինձ թվում է ես հիշում եմ հենց այդ դրվագները սկսում եմ հիշել։ Ավոյի մասին այդ պատմվածքը հորս վերջին այցն էր, երբ որ մարտից հետո, հերթական մարտից հետո ծանր մարտ էր, հանկարծ հայրս Ավոյին ասաց, որ Մարինեի ծնունդն է, մամայիս ծնունդն էր, մայիսի 5-ն էր, եւ Ավոն ասաց, որ արի գնանք ուրեմն շնորհավորենք։ Եվ անձրևոտ օր էր, մայրս ինչպես պատմում են, նրանք եկան մի քանի ժամով ու հենց այդ զգացող առաջին անգամ Ավոյի կերպարը այդտեղ է տպավորվել, ես միայն մի փոքր դրվագ եմ հիշում, երբ որ այդ մայրս պատմեց, ես գրեցի այդ պատմվածքը, իմ հիշողության մեջ միայն մի փոքր դրվագ արթնացավ, թե ինչպես եմ ես արտասանում Ավոյի համար, նա ինձ ասաց, որ արտասանեմ մի բանաստեղծություն, իհարկե ես փոքր էի, ես արտասանեցի արև, եկ, զիզի քարին վեր եկ, տակ է տոնը Սարայինի, երետոնը բալկոնինի, թորքը հային ծառայինի, այդ վերջի տողը հայրս էր սովորեցրել ու Ավոն սկսեց ծիծաղել, նա չհասկացավ բանաստեղծությունը, միայն վերջին տողը հասկացավ, որ թորքը հային ծառայինի եւ մատը թափահարեց, գրկեց, հետո ինձ համբուրեց, ասեց, ես չգիտեմ այն սկիզբը ինչ էր ասում, բայց այդ վերջին տողը հաստատ լինելու է ու այդ զգացողություններով այդ պատմվածքը ծնվել, դրանից հետո ինչպես պատմում են, նաև պատմվածքի մեջ կա այդ դրվագը, որ մարդիկ առաջին անգամ Ավոյին տեսան արտասվելիս, երբ որ հայրս զոհվեց, նրա թաղման օրը, երբ որ նա ասաց, որ անպայման Արմենի վրեժը առնելու ենք, բայց նա չգիտեր, որ կարճ ժամանակ հետո պիտի խոստանային նաև նրա վրեժը առնել։ Երբ որ փոքր էի, ես միշտ ցանկանում էի, որ մայրս սպիտակ շոր հագներ, բայց նա երբեք չէր հագնում։ Ու ինձ հետաքրքիր էր, ես շատ հետաքրքրասեր երեխա եմ եղել, միշտ փորձել եմ ինչ-որ հարցեր տալ, ինչ-որ պատասխաններ գտնել։ Մտածում էի, որ ինչու ինքը չի հագնում սպիտակ շոր, ես իհարկե չէի հասկանում, որ դա այդ կորստի զգացողությունն է, այդ սուքն է, որ նրան անդադ հետ է պահում սպիտակ շոր հագնելուց։ Ու երբ որ ես շատ էի հարցնում, մաման ասում էր, որ դա ինձ չի սազում, ես դրա համար չեմ հագնում։ Հիշում եմ, որ մի անգամ երազիս մեջ տեսա մամային սպիտակ շորով ու դա շատ սազում էր նրան։ Եվ երբ արթնացա, ես ասացի, որ դու խաբում ես, քեզ սպիտակ սազում է, ես երազիս մեջ տեսել եմ դու սպիտակ շորով, նա արտասվեց ու լաց եղավ, որովհետև արդեն չէր կարող թաքցնել իրականությունը, ասեց, որ դա իմ գույնը չի, դու կմեծանաս կհասկանաս։ Եվ ժամանակի ընթացքում այդ զգացողությունը նաև ինձ փոխանցվեց, ես միշտ խուսափում էի սպիտակ շոր հագնել, դպրոցական տարիներին, անգամ սեպտեմբերի 1-ին, երբ պետք է սպիտակ շոր հագնեինք, ես այդ սպիտակ շապիկները միշտ մի կերպ էի հագնում ու հաջորդ օրը հանում էի, որովհետև ինձ անդադ թվում էր, որ սպիտակը նաև ինձ չի սազում։ Ու առաջին անգամ, երբ որ հարսանիքի նախօրեին ես հագա իմ հարսանեկան սպիտակ շորը, ես առաջին անգամ մտածեցի սպիտակի մասին։ Մտածեցի, որ դա ինձ ինչու ես սպիտակ չեմ հագել մինչև հիմա,
ու այդ օրը ես նաև իմ հարսանիքի օրը ստիպեցի, որ մաման էլ առաջին անգամ սպիտակ շոր հագնի եւ հասկացա, որ մենք ենք ստեղծում մեր կյանքի գույները։ Մենք ենք ընտրում սևը թե սպիտակը։ Ու անկախ ամեն ինչից մենք պետք է ընտրենք սպիտակը եւ ոչ թե այն որպես հագուստ, այլ այն պետք է մեր մեջ կրենք։ Ու մենք չպետք է մոռանանք, որ միշտ սև չի լինում, ինչպես ես նշեցի ձեր նախորդ հարցերի ժամանակ, մենք միշտ պետք է հիշենք, որ սպիտակը մի օր գալու է, ու մենք չպետք է դրա մասին մտածելուց, դրա մասին երազելուց խուսափենք, անկախ նրանից ինչ ցավի մեջ ենք, ինչ կորստի մեջ ենք, մենք մեր կյանքը պիտի գույն ունենա։ Մենք չպետք է կորցնենք այդ ապագայի հանդեպ հավատը։ Ես փոքրիկ օրինակ նշեցի, բայց դա մեծ խորքային իմաստ է պարունակում իր մեջ, մի կին, ով միշտ մտածում էր, որ պետք է սև հագնի եւ հանկարծ նա հասկացավ, որ կյանքը միայն սև չի։ Ու դա փոքրիկ քայլ էր, բայց դա նաեւ շատ կարեւոր քայլ էր եւ ինձ համար եւ իր համար, ու դրա համար ես այսօր դարձած սպիտակ եմ հագել, որպես մենք հիշենք, որ սպիտակը միշտ վերադառնում է։